Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Անցնող շաբաթվա թոփ թեման Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպն ու նրան հաջորդած զարգացումներն էին։ Միջադեպ, որը խորհրդանշում է հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին ամիսների զարգացումները, նկատի ունեմ եկեղեցի գործադիր հակամարտությունը։ Դատելով միջադեպի վերաբերյալ սոցցանցերի օգտատերերի արձագանքներից, կարելի է եզրակացնել, որ հանրությունը միակարծիք չէ կողմերի Փաշինյանի եւ Չափահասության շեմը նոր բոլորած եղբայրների մեղավորության հարցում։ Ու գիտեք ինչու։ Որովհետև մի կողմում երկրի փաստացի ղեկավարն է, մյուս կողմում, այո, նոր չափահաս դարձած երիտասարդները։ Նույնը թե խնդիրը դիտարկվում է միաժամանակ թե իրավական, թե էմոցիոնալ հարթություններում, ինչն էլ չափազանց բարդացնում է որևէ կողմին նախապատվություն տալու հարցը։ Շատերը իհարկե կհակադարձեն, թե միջադեպը պետք է դիտարկել ամբողջության մեջ, այսինքն հաշվի առնել այն ծնած պատճառներն ու նախապատմությունը, մասնավորապես, որ եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները զայրույթ են առաջացրել հավատավոր հոտի շրջանում եւ տեղի ունեցածը հենց այդ դժգոհության դրսևորումներից մեկն էր։ Միանշանակ ճիշտ է, բայց դժվար է չհամաձայնել նաև հակադիր կողմի փաստարկների հետ, որ ոչ ոք չի կարող արգելել որևէ մեկի, այդ թվում Փաշինյանի մուտքը եկեղեցի, որ սա պետությունը հետևաբար պետք է առաջնորդվել օրենքներով, կամ որ նման արարքի համար անգամ զարգացած երկրներում սահմանվում է խիստ պատիժ հանցանքի կրկնությունը բացառելու նպատակով։ Անկախ գնահատականներից մի բան հստակ է. եթե երկամսյա կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանը ունի առողջական խնդիրներ, ինչի վերաբերյալ առկա են բժշկական համապատասխան փաստաթղթեր, շատ կարևոր է, որպեսզի մինչև դատաքննության ավարտը նա գտնվի տնային կալանքի տակ։ Սա մի կողմից կմեղմի շիկացած մթնոլորտը, մյուս կողմից հնարավորություն կտա ծնողներին հոգ տանել որդու առողջության մասին, չէ՞ որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, համենայն դեպս այդպես են պնդում իշխանությունները։ Թեև եթե անկեղծ լինենք, բարձրացված այս աղմուկ աղաղակը արդեն պատիժ էր երիտասարդների համար։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի բարոյականության և իրավունքի բախումը տեսանյութը։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցին նախորդ կիրակի ուշադրության էպիկենտրոնում էր, ոչ միայն այն պատճառով, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում էր Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ծաղկազարդը, այլև այն, որ այս տաճար էր այցելել Հայաստանի վարչապետը, իսկ նրա ելքն այստեղից այնքան էլ հանդարտ չեղավ։ Սա հերթական օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ դուրս էր եկել շփվելու քաղաքացիների հետ։ Այս անգամ Երևանում կենտրոնում քայլելիս ՔՊԱ-ականները հասան մինչև Սուրբ Աննա, որտեղ կիրակնօրյա պատարագ էր։ Եկեղեցին լեփ-լեցուն էր, ներս մտնելու տեղ չկար։ Մնացին դրսում, հետզհետե առաջանալով դեպի տաճար։ Փաշինյանի մուտքը եկեղեցի ուղեկցվեց որոշ դժգոհություններով, մամուլում կադրեր տարածվեցին, թե այս ընթացքում ինչ խոսակցությունների բռնվեց վարչապետը, եկեղեցում ինչեր լսեց իր այցի հետ կապված։ Հետո հայ հասարակության ուշադրությունը գրավեց այն, որ հակակաթողիկոսական արշավը սկսելուց ի վեր այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագին հնչում է ամենայն հայոց Գարեգին II հայրապետի հիշատակությունը։ Եվ մինչև լրահոսը ողողվում էր այս մասին պատմող տեսանյութերով, պատարագը չավարտված Փաշինյանը խորանից հետ դարձավ դուրս գալու եկեղեցուց, ինչն այնքան էլ հեշտ խնդիր չէր, բազմամարդ տաճարում իրար քիփ-քիփ էին կանգնել հավատացյալները, այսուհանդերձ անվտանգության աշխատակիցները ամեն կերպ Փաշինյանի համար ճանապարհ հարթեցին, եւ ահա վերջին շաբաթվա ամենաքննարկված պահը, 18-ամյա Դավիթին եկեղեցում տեղի ունեցողը դուր չեկավ։ Ես ուրեմն մեջտեղ կանգնեմ, տենց չնայես ինձ։ Անցնող 7 օրվա ընթացքում ինչ գնահատական ասեց, որ չստացավ այս միջադեպը, ինչի հետ ասեց, որ չկապվեց, առանցքում թողնելով իրականության եւ ենթադրությունների խորը անդունդը։ Սուրբ Աննա եկեղեցում ըստ էության դա հարձակում էր պետության վրա, հարձակման փորձ էր պետականության վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա հարձակումը նույնը ինչ երկրի վրա հարձակում, պետության եւ պետականության վրա հարձակում, ինչը խիստ քննադատելի է։ Դավիթը եւ Միքայելը մշտապես իրար հետ են։ Մասնավորապես Միքայելը մշտապես Դավիթի մեջքի հետևում է կանգնում, որովհետև Դավիթը ունի
արդեն ես ծնողներից վերցրել ենք մենք այդ թույլատրությունը, հիվանդություններից մեկը Դավիթի կոլապս եւ ուշագնացությունն է։ Այդ պահին դուք նկատեք Դավիթը նայում է մանա գալիս թե ուրա Միքայելը, իրանք երկու եղբայր հայացքով իրար են ման գալիս, որտեղ Դավիթի մոտ արդեն այդ խոճապային իրավիճակը առաջացավ։ Նկատելի է, որ եղբայրները կանգնած աղոթագրքերը ձեռքներին աղոթում են։ Իրենց այդ գործողությանը խանգարում է թիկնապահը, արջևից գնացող թիկնապահը 2-3 անգամ Դավիթին հրում է, այսինքն խոչընդոտում է։ Դավիթը երբ որ սենց կադրերում երևում է, որը ինչ է կանում, ես ուզում եմ այստեղ կանգնեմ, ես ուզում եմ այստեղ կանգնեմ, դրանից հետո է արդեն այդ հրմշտոց, ընդհանուր արդեն ողնահրմշտոց եւ ինչ որ ասում են ձեռքն է Դավիթի երևում, արդեն մի քիչ օդի մեջ, որը չգիտես ինչի, վարույթն իրականացնող մարմինը դրան տվել է թե հարվածել է գնահատականը։ Այդ կադրերում ընդհանրապես հարված չկա։ Հարցակում էր պետության վրա, ինչպես հարցնում է փաստաբանը։ Պետության վրա ինչով են դա իրենք ասոցացնում։ Ծիսակատարություն է, ծիսակատարությանը մասնակցել է նաև վարչապետը։ Այսօր տղաները մեղադրվում են, որ միջամտություն են արել քաղաքական պաշտոնյա անձի քաղաքական գործունեությանը։ Պաշտոնատար անձի հիմա ծաղկազարդը պաշտոնատար անձի քաղաքական գործունեության որ սահմանների մեջ է մտնում։ Փաշինյանն այսպես, բայց ի վերջո կարողանում է դուրս գալ եկեղեցուց, Մինասյան եղբայրները սակայն այստեղ մնում են մինչև պատարագի ավարտը։ Այս ընթացքում քաղաքացիները նկատել էին, որ եկեղեցու բակը լցվում է մեծաթիվ ոստիկաններով։ Հայկական Facebook-ում արդեն կար վարկածը, եկել են տղաներին բաժին տանելու, տարան այսպես։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները միայն 3 ամիս է ինչ հատել են չափահասության շեմը, 18 տարեկան են, սովորում են ավագ դպրոցի ավարտական դասարանում, ունեն գերազանց առաջադիմություն, հաջորդ ամիս հնչելու է եղբայրների վերջին զանգը, փաստաբանների պնդմամբ ընտանիքը ապաքաղաքական է, նաեւ ինչպես նշեցին նրանք, տղաներն ունեն առողջական խնդիրներ, 24 ժամյա խնամքի կարիք։ Անթույլատրելի արարք գործելիս պետք չէ առաջնորդվել նրանով, թե քանի տարեկան են, երբ հա 18-ը լրացել, սքեմով են, զոհվածի ծնող են, կա զգացական մաս իհարկե, այդ ամեն ինչը ամբողջությամբ հաշվի առնվում բոլոր դեպքերում, բայց մյուս կողմից արարքը արարք է եւ պետք չէ նման դեպքերում պաշտպանել հանցագործությունը։ Դրա համար գոյություն ունի դատարան եւ դատարանը կամ նախաքննական մարմինը այդ ամեն ինչը հաշվի առնելով որոշում է ասում։ Այս դեպքում փաստաբանների խոսքով դատարանը ոչինչ հաշվի չառավ, Դավիթին երկամսյա կալանքի տարան քննչականի միջնորդությամբ, Միքայելն էլ բացակայելու արգելքի տակ է։ Իսկ դատարանը ինչ հաշվի առավ։ Եթե դատարանը որևէ բան հաշվի առներ, ապա Դավիթ Մինասյանը տեսեք, կլիներ ազատության մեջ։ Անկամ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը բավարարված չէր ըստ պաշտպանների։ Բոլորի նպատակը ոչ թե հիմնավոր կասկածը հիմնավորելն էր, այլ Դավիթ Մինասյանին անազատության հետ կապված ցանկացած այլ խափանման միջոց ընտրելու, միջնորդելը, համոզելը, չգիտեմ, դա ներկայացնելն էր։ Դատարանն ասցին, մենք մեր անձով նաև երաշխավոր ենք կանգնում Դավիթ Մինասյանին, խնդրում ենք տվեք տնային կալանք։ Հիմնավորումը, որով դատարանը կալանավորել է Դավիթին, փաստաբանների փոխանցմամբ պատճառաբանությունների մշտական շարքից է։ 18 տարեկան տղան կարող էր ազդեցություն ունենալ կամ խոչընդոտել գործին, եթե կալանքից զատ որևէ այլ խափանման միջոց կիրառվեր նրա նկատմամբ։ Գործը տվյալները, ապացույցները կար, իրենց ձեռքի տակ էին։ Դավիթը որևէ ձևով չէր կարող, ֆիզիկապես, տեխնիկապես չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այդ տվյալների վրա։ Այդ տվյալները, ավելին ասեմ, հանրությանն է հայտնի։ Տեսագրությունը, եղած բանի տեսագրությունը, որը իրենց ձեռքի տակ էր, ինչ էր անելու։ Ես չեմ կարող կարծիք կազմել դատարանի որոշման մասին,
Եթե այս դեպքում Ամբաստանյալի պաշտպանը գտնում է, որ անհամաչափ է, հնարավորություն ունի բողոքարկելու կալանքի որոշումը, ճիշտ չէ, առհասարակ քաղաքական գործիչները գնահատական տան դատարանի որոշմանը, որովհետև դա ինքնին վերաբերմունք եւ դիրքի չարաշահում կարող է նաեւ կարծիքի վրա ազդել։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեկ այլ հարց է առաջ բերում։ Փաշինյանի անվտանգության աշխատակիցն էլ եկեղեցու միջադեպի ընթացքում հարվածել էր Դավիթին։ Դատաբժշկական փորձաքննություններ նշանակվել, արդյունքների մասին իրենք չգիտեին։ Փաշինյանից տեղեկացան։ Այսինքն մենք պաշտպանն ենք ներգրավված, տեղեկություն չունենք, դատաբժշկական արդյունքների մասին տեղեկացված է վարչապետը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, միջնորդություն ունեմ ներկայացնելու, ես հիմա ուզում եմ իրոք հասկանամ, միջնորդություն ներկայացնեմ, ու որ հասցեով ուղարկեմ դա։ Վարչապետի հասցեով, թե վարչականացնողի հասցեով։ Գործը թող մնա իրավական տիրույթում չքաղաքականացնեն, սա փաստաբանների ցանկությունն է։ Նույն է տեսակետը նաև հակառակ թևում։ Իշխանական падգամավորն էլ միևնույն պնդումն է անում։ Պարզապես եւ այս եւ այն կողմում համոզված են, գործը հակառակ թևն է քաղաքականացրել կամ առնվազն այդ փորձն արել։ Իսկ այս գործի ամենահետաքրքիր փաստը իդեպ այն է, որ տուժող չկա։ Նիկոլ Փաշինյանի դեմ էր երիտասարդի ձեռքը։ Նրա քաղաքական գործունեությանն է բռնի ուժով փորձել միջամտել։ Փաշինյանը որպես տուժող այս գործով չի անցնում։ Ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ 18-ամյա Դավիթի ինքնազգացողությունը քրեակատարողականի դռների մոտ վատացավ, գիտակցությունը մեկ ուսարանում էլ մթագնեց։ Նրան հաջորդ օրը տեղափոխեցին բուժկենտրոն, վերակենդանացման բաժանմունք։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Խեղվաշ ճակատագրերեջի հերթական հերոսի տուն այցելելուց հետո մեր նկարանող խմբի անդամները շոկի մեջ էին։ Երբ խմբագրություն վերադառնալուց հետո պատմեցին տեսածն ու լսածը, մենք եւս քարացանք։ Համոզված եմ, որ նաև դուք զարման կապրեք, երբ տեղեկանաք, թե ինչ ողբերգությունների ու չարչարանքների միջով կարող է անցնել մարդը եւ այդուհանդերձ մնալ անսասան։ Իդեպ վստահ եմ, որ նման պատմությունները, որքան էլ խորթնչի, բուժիչ ազդեցություն են ունենում շատերի վրա։ Նկատի ունեմ հանգամանքը, որ անվերջանալի տառապանքների մասին լսող հեռուստադիտողը այլևս չի ընկրկում գոնե փոքր դժվարությունների առջև։ Հիմա այս բազմաչարչար ընտանիքի մասին։ Արարատի մարզի Լուսարատ գյուղում բնակվող Մարիամ Միրզախանյանի ընտանիքի անդամների կյանքը կիսվել է երկու մասի՝ մինչև Արցախյան պատերազմը եւ հետո։ Բանն այն է, որ Մարիամի 27-ամյա որդին ռազմաճակատ կամավոր մեկնած Վարդանը զոհվել է Շուշիի մատույցներում։ Բայց ինչ իմանար նահատակված հայորդու մայրը, թե ինչ է հետևելու ավակ որդու կորստին։ Ամիսներ անց մահանում է կրտսերը, փոքրիկ Ալեքսը, ով մինչև այդ մորը շարունակ մխիթարել է ասելով, որ ավագ եղբայրը իսկական հերոս է։ Շատ չանցած վշտին չի դիմանում նաև ընտանիքի հոր սիրտը, եւ Մարիամը կորցնում է ամուսնուն։ Այսօր Մարիամն ու նրա 3 զավակները հայտնվել են սոցիալական եւ հոգեբանական ծանր կացության մեջ։ Առողջական լուրջ խնդիրներ ունեն, բայց չունեն բուժման համար անհրաժեշտ միջոցներ։ Նրա 28 եւ 16-ամյա որդիները երկի փորձում են ամեն բան անել, որպեսզի ընտանիքի հոգսը թեթևացնեն, սակայն մի կերպ են ծայրածայրին հասցնում։ Ծանր հոգեվիճակի մեջ է նաև մահացած փոքրիկի զույգ եղբայրը, 10-ամյա Ալենը։ Նա ոչ մի կերպ չի հաշտվում կորուստի հետ եւ գրեթե ամեն օր մոր հետ այցելում է եղբայրների շիրիմներին։ Հենց այստեղ են գտնում իրենց մխիթարությունն ու հանգստությունը։ Այժմ Քնարիկ Պետրոսյանի երբ սփոփանքի տունը գերեզմանատունն է տեսանյութը։ Ասեցի մի գնա Վարդան ջան, մի ամիսին դերեք էլի։ Ասես մամի ես չետամեմ, մենք չետապահով էտ։ Ասի աստված ջան, Վարդանից բան չլնի, բայց պաստ են որ ֆուրերն արդեն լսնում էին։ Ասի դրած մամաների աչքերը կորագա, որ էտի չտենա։ Էլ խաբար չէի Վարդանսել էր դրած մեջ։ Լուսարատ գյուղի այս փոքրիկ տան դուռը ծանր է բացվում։ Այստեղ բոլորի ներսում ապրող լռությունն է ծանր։ Լռություն, որը կորուստն է ստեղծել։ Մարիամ Միրզախանյանի կյանքը բաժանվել է երկու մասի՝ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը եւ դրանից հետո։ Մինչև այն օրը, երբ իր 27-ամյա որդին Վարդանը ռումբի պայթյունից զոհվեց Շուշիում։ Երկու օրվա մեջ ասել էին տանում են Վարդենիս։ Մինչև այդ Վարդենիսի ճանապարհին ասել են քշեք Շուշի, այնտեղ թեժ է։ Հենց դել է դուրբայթ։ 7-ի գիշերն էր, դրանից հետո
Ես էլ գիտեմ, ես որ ասել եմ մի զանգի, էլ չի զանգի։ Վարդանը ծառայել է ոստիկանության հատուկ նշանակության զորքերում։ Պատերազմի օրերին փորձել է կապ պահել ընտանիքի հետ։ Զանգել է առավոտյան գիշերը։ Այս զանգերը կարճ էին, երբեմն աղմուկով լցված, պատմում է մայրը։ Հիմա հենց այդ դրվագներն են մնացել հիշողություններում։ Ինչ իմանալ, որ ԱԹՍ-ների ձայնն է լսում, ու որ 2020-ի նոյեմբերի 7-ից այդ զանգերը հավերժ դադարելու են։ Բայց այս ընտանիքի դժբախտ պատմությունը այստեղ չի ավարտվել։ Վարդանի մահվանից ընդամենը ամիսներ անց այս տունը դարձյալ լռեց։ Վարդանի եղբայրը 5 տարեկան փոքրիկ Ալեքսը հայտնվեց կոմայի մեջ։ Բժիշկները պայքարեցին, բայց չկարողացան փրկել։ Արդյունքը մի կերպ է զսպում մայրը։ Ալեքսը սև բաներ երգում, սևական ու երգում, անջատ չտխրեց։ Շատ մտածեց, կլին են գնում աղբերս ու ես։ Իմ Վարդան աղբերս հերոսադարի գնացել Աստված պապիկի մոտ։ Արդեն ժամը 3-ներ ասի, թամ քնեմ, էդ համ երեխեքին նայեմ նոր։ Գնացիմ տեսամ Ալեքսաս արդեն ծվում է։ Աղջկա ասեմ Սոֆիայից ինչ այլ։ Բամամ չգիտեմ, ես էլ գիտեմ, մարսում է, ծածկում է։ Տեսամ երեխու աշկերն լրիվ կապտել է։ Տարիներ անց ցավի ծանրությանը չի դիմացել նաև ընտանիքի հոր Սարգիսի սիրտը։ Նրա կյանքն էլ անցած տարի ինֆարկտն է տարել։ Տիկին Մարիամն ասում է, երբ ամուսինը կար, լավ վատ ամեն բան էլ անում էին, սոցիալական շատ ծանր վիճակում հայտնվել են ամուսնու մահից հետո, կուտակված պարտքերի, վարկերի բեռի տակ կքած։ Ինքն ուրիշների համար էր, սաղին օգնում էր, սաղի գործերին հասնում էր։ Տունը սաղի ես է բարի։ Մի հատ կովել պահել են, են կաթից բոլորին հասցրել են, ինչով կարացել են, մանավանդ Մարիամը, որ ինչքանով, ինչ գործի, եթե չի էլ կարողացել ձգտել օգնի, գամ անեմ, գամ օգնեմ, սակոն չեմ ասում, մատերից ոսկի էր թափում, բոլորին էր օգնելա։ Նույն ընտանիքում 3 կորուստ կարճ ժամանակահատվածում։ Տիկին Մարիամն ասում է, պատերազմը առաջին անգամ չէր տեսնում։ Եղբայրը զոհվել է դեռ Արցախյան առաջին պատերազմում։ Սթրեսից, սոցիալական վատ պայմաններից առողջական խնդիրները գնալով խորացել են թե իր, թե երեխաների մոտ։ Որդու 16-ամյա Հովանեսի մոտ գլխացավերը դարձել են անտանելի, իսկ տիկին Մարիամի սիրտը հաճախ չի դիմանում։ Շատ ծանր վիճակում է հայտնվում, ոտքերն էլ մշտապես ցավում են։ Բուժման կարիք ունեն, բայց դրա համար անհրաժեշտ միջոցներ չկան։ Մի գերավոր խմում է, նիմեսի լավոր խմում է, դեքսալգիներս, ես չեմ խմում, ասում եմ պահեմ գոնի, ես չգիտեմ ոտերն է ցավում, մեջքն է ցավում, բայց գլխի պրեստուպն ավելի շատ է, ուղարկում ինձ դեղ, ուղարկում ինձ դեղ, սիրտս վրիցս էթում էր։ Մի կերպ ինձի պահել եմ, այնքան դեղեր եմ խմել, չեք պատկերացնում, չի օգնում։ Խելոք ընտանիք է, շնորհքի խելոք, անշար, վատ բան չեմ տեսնում։ Այսօր ընտանիքի հենարանը մեծ որդին Գևորգն ու Հովանեսն են դարձել։ Հովանեսը սաստիկ գլխացավերն անտեսելով դպրոց գնալու փոխարեն երբեմն աշխատում է։ Ասում է, ինչ գործ լինի անում է։ Միայն թե կարողանա օգնել մորը եւ մի փոքր թեթևացնել պարտքերի բեռը։ Շատ չի խոսում, բայց ասում է մի բան, որը կարծես ամբողջ պատմությունն է ամփոփում։ Վերջի անգամ իր գնալու վաղտն է, որ նշել ենք։ Բայց ես այդ վաղտ հեչ ուրախ չէի, որտեվ գիտեի, որ գնաց չի գալու։ Ու այդ ցելի բանը լացել եմ։ Ու փորձում եմ չլացեմ, որտեվ խոսք եմ տվել, որ տաղայեմ պետք է չլացեմ։ Տանը մեկ երեխա էլ կա, 10-ամյա Ալենը։ Ամեն օր ապրում է իր զույգ եղբոր Ալեքսի բացակայությունը։ Չի համակերպվում եղբայրների չլինելու հետ։ Հայդա տոտան կոնֆետ տվեց, ասեցի ավելի լավ ջեռակի դներ, որ ինչ ուտում եմ իրան էլ ուղարկե։ Որ մի անգամ հանդեսին բանը յանում, ես 4-րդ դասարան փոխվելուց հետո է բանը, որ չեմ լացել, մնացած հանդեսներին արտասանելուց լացել եմ, որ իրանց է հիշում։ Վարդանից հիշողություններ այս տանը ամենուր են։ Հյուրասենյակում աթոռին դրված զինվորական համազգեստը ու սիրելի շունը, արջուկը, ընտանիքի Վարդանից կարոտն առնելու միակ միջոցը։ Ես իմ սրտի տեղը չեմ իմացի, իրանց սրտով եմ ես ապրում։ Վարդանը որ գնացել էր բանակ, հետո եկավ օդպուսկ։
մտել էր լողանալու աղջիկս սիատես մամ տեսել ես տղետ սրտի տակ ինչա գրի ասի չէ մամա էր գրի Օրվա վերջում Տիկին Մարիամը նորից նույն ճանապարհին է։ Դանդաղ քայլերով գնում է դեպի որդու Շիրիմը։ Երբեմն երկար ճանապարհ անցնելով ոտքով, որովհետև այլ տարբերակ միշտ չէ որ կա, բայց ասում է դա կարևոր չէ, կարևորը հասնելն է։ Նստում է լուր խոսում որդու հետ, պատմում օրվա մասին, երեխաներից տան հոգսից։ Ասում է, այստեղ է հոգին թեթևանում, այստեղ է միակ տեղը, որտեղ իրեն թվում է, որդին լսում է։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Պետք է Հայաստան պարենային անվտանգության առումով հնարավորինս լինել ինքնաբավ։ Ինչով այն կյանքը թեթևացնելու ցորեն եմ ուզում ցանեմ, նախատեսվում է փոխհատուցել ծախսերի 50%-ը։ Կարող է լինել արդյունավետ, բայց ամբողջ արժեշղթան պիտի փակվի։ Դուք այսօր տեղեկա 70-80% կորուստ ունեք։ Մենք ունենք շատ լավ բերիողեր, բայց չունենք ոռոգման ցանց։ Մենք ունենք ջրերի կորուստ, վատ կառավարման հետևանքով։ Ինչպիսի համակարգային եւ երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ։ Պետք է համակարգային պետական մտածելակերպ, խոշորամասշտաբ գործողություններ, ճիշտ գործիքակազմի կիրառում։ Տավարի միսը թանկացել է։ Ինչու՞։ Վերջի տարիներին հիվանդությունների անընդհատ տարածումը, ինչի պատճառով ունենում ենք անկումներ։ 90-ականներին մի քանի տասնյակ այսպիսի թղթի կտորով կարելի էր մի հսկա գործարան սեփականաշնորհել։ Մոնումենտի առանձնատները մեզ համար երկար տարիներ ատոնյալ խավի խորհրդանիշն էին։ Կապ չունի ինձ հետ, հարգելիս։ Բազմաթիվ բարձրաստիճան նախկին չինովնիկներ ստիպված եղան դատարանում պաշտպանել իրենց գույքային իրավունքը։ Պետք է վերադարձեք հետ վերադարձեք, որովհետև դա իմը չէր։ Պետության ընդհանուր պահանջը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամ։ Կարող են գնալ հետ ընդհանուր մինչև 91 թվականի սեպտեմբերի 21-ը։ Չկան փաստաթղթեր, ուրեմն կան կասկածներ, որ գույքը ապօրինի ծագում ունի։ 5 միլիոն դրամի պատճառով կոպիտ ասած մի քանի միլիարդ դրամի պահանջում Կան ենթադրություններ, որ գերբանած միջոցների մի ահռելի հատված հոսել է արտերկիր, օֆշորային գոտիներ։ Եթե ռեալ չես կարողանում հետագայում կատարած այդ վճիռը, կրկին թղթի վրա է ամեն ինչը մնում։ Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը պետության հենասյուներից է։ Այդուհանդերձ այս ոլորտը մեր երկրում այդպես էլ չի արժանանում բավարար ուշադրության, իսկ առկա խնդիրները արդեն տասնամյակների պատմություն ունեն։ Այսպես, ամեն տարի գյուղացիները բախվում են նույն իրականությանը՝ ոռոգման ջրի բացակայությանը։ Պատասխանատուները հայտարարում են, որ տեղյակ են եւ խնդիրը շուտով կլուծեն, բայց խոսքը գործ չի դառնում։ Մյուս կողմից կարկուտն է շարունակում ոչնչացնել բերքը, բայց չինովնիկները միայն խոսում են հակակարգտային ցանցերի անհրաժեշտության մասին։ Սակայն երբ հարցնում են, իսկ ինչ անել հացահատիկի դաշտերում, որտեղ ցանցերը անօգուտ են, տիրում է լռություն։ Ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ պարենային անվտանգության մասին։ Տարիներ շարունակ փաստում ենք, որ մշտական ռազմական ագրեսիայի վտանգի տակ գտնվող Հայաստանում հացահատիկի պահանջարկի անգամ կեսը չի արտադրվում։ Շոշափելի արդյունք չի տալիս նաև ներկրման աշխարհագրության ընդլայնումը։ Պատկերը ավելի խոսուն է դառնում, երբ ֆիքսում ենք, որ օրինակ անցած տարի ցորեն, գարի ու եգիպտացորեն է ներկրվել Ղազախստանից, Բելարուսից, Ուկրաինայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Իտալիայից, բայց միևնույն է, հացահատիկի ներկրման ընդհանուր ծավալի ավելի քան 99%-ը բաժին են գնում Ռուսաստանին։ Մտահոգիչ է նաև մսամթերքի շուկան։ Վերջին 3 ամսում տավարի միսը զգալիորեն թանկացել է։ Օրինակ, եթե դեկտեմբեր-հունվար ամիսներին 1 կիլոգրամն արժեր 3600 դրամ, ապա հիմա գինը հասել է 4100-ի, իսկ փափկամսի արժեքը տատանվում է 4900-ից 6000 դրամի սահմաններում։ Մասնագետները դեռ տարեսկզբին էին զգուշացնում հնարավոր թանկացման մասին, որպես հիմնական պատճառ նշելով անասնագլխաքանակի նվազման միտումները։ Կանխատեսումները եւս հուսադրող չեն։ Գները կշարունակեն աճել, քանի որ անասնագլխաքանակի կրճատումներին գումարվում են նաև ներկրման խնդիրները։ Մասնավորապես Ռուսաստանի որոշ շրջաններում անասունների հիվանդության պատճառով իրականացվող զանգվածային սպանդը։ Սուր թեմայի տաղավարում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների շուրջ զրուցել ենք ոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանի հետ։ Ինչով այն կյանքը թեթևացնելու ցորեն եմ ուզում ցանեմ, նախատեսվում է փոխհատուցել ծախսերի 50%-ը։
թույլատրելի սահմանը 42-ն է կորուստները։ Դուք այսօր տեղեկա 70-80% կորուստ ունեք։ Մենք ունենք շատ լավ բերի հողեր, բայց չունենք ոռոգման ցանց։ Ես չեմ կարող թիվ ասել բոլոր գյուղական բնակավայրերի համար։ Տարեկան ասոց դնում են, տարեկան չեն դնում։ Նախորդ տարվա համեմատ 10 սանտիմետրով պակաս է սևանալի չէ։ Ով ինչ հնարավորություն ունի, այն օգտագործում է։ Պետք չի մարդկանց տագնապի մեջ պահել, որ գիտեք ինչ-որ գլոբալ տաքացում կա, որի հետևանքով ջուրը անհետանում է։ Իրանում, Ուկրաինայում պատերազմներն ինչ խնդիրներ կարող են ստեղծել Հայաստանում պարենային անվտանգության առումով։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի առաջի տարում հացահատիկի խնդիրներ առաջացան, որովհետև հստակ չափորոշիչներից չկային, ինչքան հացահատիկ կարող է արտադրվել եւ այլն։ Ռուսաստանը էմբարգո հայտարարեց, արտահանման քվոտաներ դրեց եւ առաջի տարին բացի ԵԱՏՄ երկրներից, որը հետո օրենք ընդունեց սկսեց տալ, բացի ԵԱՏՄ երկրներից այլ երկրների ցորեն չտվեց, ինչը եթե հանկարծ մենք ԵԱՏՄ կազմում չլինեինք, այդ ժամանակ ունենայինք հացահատիկի խնդիր կամ հացահատիկի լուրջ գնաճ, այդ ժամանակ գինը բարձրացել էր տոննան մինչև $600-700։ Եղավ սպառնալիք, որը պատերազմի երկարաձգվելուց հետո կարգավորվեց, բայց դա մեր համար հստակ ցուցիչ էր, որ պետք է Հայաստանում պարենային անվտանգության առումով հստակ հնարավորինս լինել ինքնաբավ։ Իրանը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարևան է եւ Իրանի հետ պատերազմը երբ որ առաջի մի քանի օրը Իրանում ընդհանրապես արգելեցին գյուղմթերքի արտահանումը, որպեսզի պատերազմական դրության ժամանակ իրանք պարենային ինքնաբավության հարց կարողանան լուծել եւ հաշվել, դա մեզ մոտ շատ արագ արձագանքեց, մեր շուկան արձագանքեց եւ շատ արտադրատեսակներ, գյուղատնտեսական մթերքներ, որոնք ներում կրում ենք բացառապես Իրանից, ունեցան բավականին մեծ գնաճ։ Ու միջև հիմա որոշ արտադրատեսակների գնով գնաճը զսպվեց, բայց ամբողջությամբ չի հետ վերադարձել նախորդ գներին։ Հայաստանը հացահատիկներ գրող երկիր է։ Օրերս կառավարությունը հայտարարեց, որ նախատեսում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային եւ կերային մի շարք մշակաբույսերի աճեցման հետ կապված ծախսերի 50%-ը։ Որքան արդյունավետ կարող է լինել այս քայլը։ Կարող է լինել արդյունավետ, բայց ամբողջ արժեշղթան պիտի փակվի, առաջինը սերմերի որակի վերահսկողություն պիտի իրականացնի, որ տնտեսվարողը, ֆերմերը կամ գյուղացին չտուժեն վատ սերմերի հետևանքով, որովհետև եթե սերմերի որակը լավը չեղան, ցանկ հետ կապված, բերքատվության հետ կապված խնդիրներ են ունենալու, եւ ինքը այս կարճաժամկետում գարնանացան հետ կապված կշահագրգռի բնակչությանը ավել հողակտորներ ցանել եւ տարբեր մշակաբույսեր ավելացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքների մեջ։ Իսկ եթե այդ ռիսկերը չկանխարգելվեն եւ արժեշղթան ամբողջությամբ չփակվի, կլինի, ինչպես ռուսներն են ասում, деньги на ветер, փողը քամուն տալ կլինի։ Գյուղացիները պարբերաբար դժգոհում են ոռոգման ջրի պակասից։ Այս խնդիրը լուծելի է, եթե այո, ինչպես։ Ռեկորդակիր ենք ջրերի կորուստի առումով, մինչև 70% մենք ունենում ենք ջրերի կորուստ վատ կառավարման հետևանքով, ինչը բերում է շատ լուրջ վնասների գյուղատնտեսության ոլորտում, շատ լուրջ խնդիրների, շատ տեղերում այգիներ են չորանում, դաշտեր են չորանում եւ նորմալ չկազմակերպելու դեպքում մենք ունենում ենք ջրային ռեսուրսները, որը 21-րդ դարում անգնահատելի գանձը, շատ կարևոր գանձ է մեզ համար, ուղղակի վատնվում է կամ լցում է գետերը, գնում են հարևան երկրներ, ինչը ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի խիստ անհրաժեշտ է առաջնակարգ լուծումը ոռոգման համակարգի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցը լուծելը, թե ավազանների տեսքով, թե ոռոգման ցանցերը բարելավելու, թե փակ խողովակներ ներդնելու եւ բազմաթիվ այլ գործառույթներ իրականացնելու միջոցով, որովհետեւ ինչքան կլիման տաքանում է, այնքան ջրի խնդիրը ավելանում է եւ մեր հարևան երկրների օրինակով կարող ենք տեսնել Իրանում Ուրմիա լիճը ամբողջությամբ ցամաքեց, կարելի ասել, ինչը լրջագույն էկոլոգիական վնաս է հասցնել տվյալ երկրին։ Տարբեր տարիների իշխանությունները հայտարարել են, որ գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, ռազմավարություններ են ընդունել, ոլորտում սակայն էականաչ չի գրանցվում։ Ինչպիսի համակարգային եւ երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ։
Մեր երկրում բոլորը խոսում են գյուղատնտեսության, բոլորը հասկանում են, պատկերացնում, որ գյուղատնտեսության ներուժը շատ մեծ է, քանի որ մենք ունենք ամենակարևոր երկու տարրերը՝ արև եւ ջուր։ Ի տարբերություն շատ երկրների, որոնք թե ջրի խնդիր ունեն, թե արևի խնդիր ունեն, մենք ունենք արև եւ ջուր, մենք ունենք համապատասխան հողատարածքներ, բայց ոչ կոմպետենտության պատճառով, սխալ քաղաքականության պատճառով մենք քանի տարի ունենում ենք միայն գյուղատնտեսության ոլորտում բացասական աճ կամ լավագույն դեպքում շատ չնչին դրական աճ, ինչը այդ երկար բացասական աճի ֆոնին ընդհանրապես չի երևում եւ ունենք մոտավորապես 40%-ից ավելի քիչ օգտագործվող հողատարածքներ։ Պետք է համակարգային պետական մտածելակերպ, խոշորամասշտաբ գործողություններ, ճիշտ գործիքակազմի կիրառում, ամբողջ երկրով մեկ տեխնիկայի պարկի թարմացում, միջնաժամկետ եւ կարճաժամկետ, երկարաժամկետ ռազմավարության ներդրում։ Մեր ամենակարևորներից մեկը մթերման կայանների, լոգիստիկ կենտրոնների ստեղծում մարզերի ըստ տարածաշրջանների, որոնք ապահովեն բերքի մթերումը ֆերմերներից եւ արտահանումը դեպի միջազգային շուկաներ։ Անհրաժեշտ են ճիշտ տարածքներում ջերմատնային տնտեսությունների հիմնում եւ մեծացում։ Անհրաժեշտ է հաշվառ հարևան երկրների համեմատած ինչ սուբսիդիոն քաղաքականություն իրականացնել, որ ջերմատնային տնտեսություններում ստացած բերքը ավելի բարձր ինքնարժեք չունենա, քան հարևան երկրներինը։ Ու սենց բազմաթիվ պետք են սելեկցիոն կայաններ, սերմնաբուծարանների ստեղծում, այսինքն վերագործարկում ենք, այս ամեն ինչը ունեցել ենք, առանց դրանց հնարավոր չի։ Անասնապահության ոլորտում կարդինալ քայլեր են պետք։ Եվ այս ամեն ինչի շնորհիվ մենք ունենանք շատ արագ աճող գյուղատնտեսություն եւ պարենային ինքնաբավության խնդրի շատ արագ լուծում։ Տավարի միսը թանկացել է։ Ինչու եւ ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։ Հայաստանում տավարի գլխաքանակը բավականին պակասել է վերջին տարիներին։ Ինքը ունի մի քանի պատճառներ, Արցախյան պատերազմից հետո հողատարածքների մեծ արոտավայրերի կորուստ, որ չունենք, սխալ տնտեսվարման հետևանք է, որը չի իրականացում, սխալ պետական քաղաքականության հետևանք է, որը այդքան պետությունը գումար է ծախսում, բայց անօգուտ եւ ճիշտ քաղաքականություն չի կարողանում իրականացնել, որպեսզի մենք ունենանք անասունների գլխաքանակի աճ եւ ամենահետաքրքիր նաեւ բաներից մեկը, ֆակտորներից մեկը վերջի տարիներին հիվանդությունների անընդհատ տարածումը, ինչի պատճառով ունեն մենք անկումներ եւ այս տարի նաեւ Ռուսաստանում խնդիր առաջացավ հիվանդությունների հետ կապված, որը շատ դեպքերում մենք Ռուսաստանից նաեւ ներկրում ենք տավարի միս, իսկ այս տարի 25 թվականին Ռուսաստանը ներկրել է 570,000 տոննա տավարի միս։ Սելեկցիոն կայաններ են պետք, որպեսզի ստանանք մեր տեղանքին հարմարվող սորտեր համապատասխան խաչասերումների պատճառով, անընդհատ ուշադրություն այդ ոլորտում, խնդիրների, հիվանդությունների կանխարգելում, ճիշտ կանխարգելում, ճիշտ ժամանակին պետք է կարանտին հայտարարել, կարանտին անել, որպեսզի չտարածվեն։ Ու սենց բազմաթիվ տարբերակներ կան լուծումների, ինչի գլխավորների մասին ես խոսեցի։ 2018-ից ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը նախկին պաշտոնյաների ունեցվածքի ծագումնաբանությունն էր։ Մասնավորապես, ով ինչպես է հարստացել, ինչ միջոցներով է ձեռք բերել այս կամ այն թանկարժեք գույքը։ Ընդ որում այս գործընթացը ուղեկցվում էր բարձրագույն խոստումներով, թե բյուջեից թալանած ամեն լուման վերադարձնելու ենք եւ որ ոչ ոք անպատիժ չի մնալու։ Քիչ էր մնում մոռանայ, նաեւ խոստանում էին վերադարձնել երկրից դուրս հանված ֆինանսական միջոցները։ Տարիներ են անցել։ Բյուջեը իհարկե վերադարձվել է որոշակի գույք եւ գումար, բայց ակնհայտորեն ոչ այն ծավալներով, որոնց մասին խոսվում էր ի սկզբանե։ Երբ ուսումնասիրում ես ապօրինի գույքի բռնագանձման մասին տեղեկատվությունը, նկատում ես, որ հիմնականում նշվում է ցածր արժեք ունեցող հողակտորի, ավտոկայանատեղի կամ պետությանը վերադարձված մեքենայի մասին։ Մինչդեռ խոշորների հետ դատական վեճերը ձգձգվում են տարիներով եւ հարցը թե որն է պատճառը ավելորդ չէ։ Ասեմ ավելին, կոռուպցիայի մեջ մեղադրվողները կամ ապացույցներ են ներկայացնում, որ իրենց ունեցվածքը վաստակել են հալալ քրտինքով, կամ էլ գույքը իրենց անունով գրանցված չէ, հետևաբար մեղադրանքները անհիմն են։ Այստեղից էլ ծնվում է հաջորդ հարցը։ Արդյոք պետություն ունի բավարար ռեսուրսներ եւ մասնագիտական կարողություններ նախկին պաշտոնյաների գույքի ապօրինությունը հիմնավորելու համար։ Պատասխանը ակնհայտ է։ Եթե ունենար, վաղուց կներկայացներ։
Կա կարծիք, որ ապօրինի գույքի բռնագանձման թեմայի շուրջ աղմուկը ընդհանրապես PR էր։ Չէ՞ որ 3 տասնամյակ առաջ անկախացած երկրում, որը մասնավորեցման անվերահսկելի փուլերով է անցել, հնարավոր չէ օրենքի տառին համապատասխան ստուգել բոլոր խոշոր գույքային ձեռքբերումները։ Այլապես կարիք կլինի իրականացնել սեփականության գլոբալ վերաբաշխում, ինչը աղի է տնտեսական կոլապսով։ Թեմայի վերաբերյալ Արմեն Աթալյանի տեսանյութը վերնագրել ենք տարած միլիարդները բերելու բլեֆը։ Մոնումենտի առանձնատները մեզ համար երկար տարիներ ատոնյալ խավի խորհրդանիշն էին։ 2018-ից հետո այս թաղամասը վերածվեց նախկիններից հետ բերելիք փողերի սիմվոլի, բայց դա կարճ տևեց, քանի որ հետ բերվող գույքից ֆիքսեցինք միայն նախկին վարչապետ եւ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը գործի քննության ընթացքում կարճ ժամանակով հանվեց կալանքից ու վաճառվեց մեծահարուստ Նարեկ Նալբանդյանին։ Ինչպես էր դա հաջողվել Աբրահամյանին, այդպես էլ մնաց անհայտ։ Դուք հիմա ինչի մասին խոսում եք, դա դուք համոզված եք, որ իմ սեփականությունն է։ Ըստ գլխավոր դատախազությունը հենց այս մասով է դիմել դատարան եւ արդյունքում հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել։ Չկա բան։ Դա թարանաշ չի եղել, Դա ձեր չի եղել։ կապ չունի ինձ հետ։ Հարգելիս։ Ինչ որ խոսում ես սուտ տեղեկատվության մասին ես խոսում։ Նախորդ տարիներին տարբեր քրեական գործերի եւ քննությունների շրջանակում բազմաթիվ բարձրաստիճան նախկին չինովնիկներ ստիպված եղան դատարանում պաշտպանել իրենց գույքային իրավունքը, քանի որ պետության տեսանկյունից դրանց գերակշիռ հատվածի ծագումն ապօրինի է։ Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 21 թվականին։ Այո։ 21 թվականից հետո իրանք տեսնում եք ինչ հակատարում կան, չեն ասել պիտի հետ վերադարձնենք, հետ ենք վերադարձել։ Բայց եթե ձերն այնի պետք է վերադասեք, եթե հետո արդեն իրանք կապատում։ Վերադարձած եք, որովհետեւ դա իմը չէր։ Բանն է։ Պետումն դատիկ երևա։ Բա ոնց է հայտնվել ձեր տնօրինության տակ, եթե ձերը չէր։ Տավելին հայտնվել է։ Որոշ գործեր ավարտվում են հենց այսպես՝ փոխադարձ համաձայնությամբ վիճարկվող գույքը պետությանը վերադասնելով, կամ դրա արժեքի հավասար գումարի մի մասը բյուջե փոխանցելով։ Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առողջարքի պայմանագիրը եւ այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս։ Այս պահին դատարաններում քննվում են հարյուրավոր գործեր, որոնք նախաձեռնվել են ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող օրենքի շրջանակում, նախկին պաշտոնյաների կողմից տնօրինվող գույքի բռնագանձման նպատակով։ Դատախազությունը ամեն գործով բազմիցս հայցի հիմքնարարական անդադ փոխում էր, այսինքն վերահաշվարկներ էր անում, որի շուրջ ամեն անգամ բնականաբար պատասխանող կողմը բարբերաբար կարծիքներ էր հայտնում, նոր պատասխանողներ էին ներգրավում, որտեղ պարզվում էր, որ այդ գույքը մեկ ինչ-որ այլ անձի է պատկանում կամ ինչ-որ համատեղ սեփականություն եւ այն գործերը, որոնք որ սկսել են 22 թվականին առաջի մուտքարած, ասենք հայցերը, մինչեւ հիմա շարունակվում են շատերը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2021 թվականից արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 ընկերություններում մասնաբաժնի, 540 միլիարդ դրամի վրա։ Պետության ընդհանուր պահանջը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը, բայց պահանջելը մի բան է, ստանալը այլ։ Ընդհանրապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի մասով հենց սկզբից մի շարք խնդիրներ կային։ Կարող էին գնալ հետ ընդհանուր մինչև 91 թվականի սեպտեմբերի 21, այսինքն այն օրը, երբ որ Հայաստանը հռչակել է անկախություն։ Այսինքն ստացվում էր, որ ընդհանուր մինչև 30 տարի հետ, անկախ նրանից թե վերագրվող հանցանքը երբ կատարվել, դատախազությունը գնում էր ու շատ դժվար էր լինում պատասխանող կողմին հիմնավորող փաստաթղթեր գտնել։ Անձը 90-ական թվականներին ինչ որ ձևով գոյատևել է, ծավալել է որոշակի գործունեություն։ Կարա լինի բիզնես գործունեություն, որի վերաբերյալ որևէ արխիվներում, պետեկամուտներում, բանկերում չկան որևէ վերաբերելի տեղեկություններ։ Այդ տեղեկությունների բացակայությունը օգտագործվում է ի վնաս այդ կողմի ցավոք սրտի։ Օրինակ, չինովնիկը պաշտոնավարման տարիներին ձեռք է բերել թանկարժեք առանձնատուն, որի գումարը ստացել է Երևանամելս տարածքում մեծ հողակտորի վաճառքից։ Պատկերացնենք, որ այդ տարածքն էլ գնել է 90-ականներին, շատ ցածր գնով, ասենք Ռուսաստանում վաստակած գումարով։ Այս սա խնդիր է, չկան փաստաթղթեր, ուրեմն կան կասկածներ, որ գույքը ապօրինի ծագում ունի։ Սահմանադրական դատարանը շատ հստակ ասեց, որ ինչ որ անում էր դատախազությունը միջև հիմա սխալ էր, որը որ վերագրում ես, այսինքն կաշառքավերցրել ենթադրաբար կամ, չգիտեմ, այլ ապօրինի ինչ որ գործողություններ, որ օրենքով նախատեսված է, միայն դրա շուրջ գույքը պետք է
ուսումնասիրես, ոչ թե իր ամբողջ կյանքի ունեցվածքը։ Սահմանադրական դատարանը 2025-ին ուսումնասիրել է այս օրենքը եւ մի շարք խնդիրներ է ֆիքսել այստեղ, բայց իրավական հակասությունները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման process-ում պարբերաբար ֆիքսվում են։ Դատախազությունը տրված փոխառությունը ունա 25 միլիոնի չափով, դիտել է, որ դրանից 5 միլիոնը ունի ապօրինի ծագում, պահանջել է եւ այդ 25 միլիոնը ամբողջությամբ, պահանջել է եւ այդ փոխառությունը այն ընկերությանը, որը որ տրամադրվել էր, այդ ընկերությունը ամբողջությամբ։ Այսինքն 5 միլիոն դրամի պատճառով կոպիտ ասած մի քանի միլիարդ դրամ են պահանջում։ Այո։ Մեկ այլ գլխացավանք է նախկին չինովնիկի բարեկամների հացը։ Մասնակից են նրանք կոռուպցիոն process-ներին, թե ոչ։ Ինչպես հասկանալ, մարդը հարստացել է բարեկամի օգնությամբ, թե սեփական բիզնես հոտառության եւ ջանքերի շնորհիվ։ Չունեն այդ պաշտոնատար անձի հետ որևէ առնչություն, որևէ կապ, շփում, սակայն միայն այն հանգամանքը, որ բարեկամը հանդիսացել է պաշտոնատար անձ, դատախազության կողմից բավարարվա դիտել, բավարար է համարվել, որպեսզի այդ անձի կարողությունները, մեծ բիզնես գործունեությունը որակվի ամբողջությամբ ապօրինի եւ կրի անհամաչափ զրկանքներ։ Մեծ հաշվով խնդիրն այստեղ օրենքի հավասար կիրառությունն է։ Այն պետք է նույն կերպ կիրառվի Հայաստանի անկախ պատմության ընթացքում պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց նկատմամբ։ Հացն այն է, որ նման քաղաքականության դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից գնացող իրավապահների թիրախում կարող են հայտնվել երկրի կապիտալի գերակշիռ մասին տիրապետող որոշ տվյալներով 40 ընտանիքները, որոնց անդամները զբաղեցրել եւ զբաղեցնում են կարևոր պաշտոններ։ Սա սեփականաշնորհման սերտիֆիկատ է, նույն ինքը վաուչերը։ 90-ականներին մի քանի տասնյակ այսպիսի թղթի կտորով կարելի էր մի հսկա գործարան սեփականաշնորհել։ Բայց կա կարծիք, որ եթե վերհանվեն այս process-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ապա դրանցից 90%-ում կարելի է հայտնաբերել մեծ եւ փոքր ապօրինություններ։ Մի կողմից բռնագանձես այն գույքը, որը որ իրոք հանցավոր ճանապարհով է օրինակ ձեռք բերվել, հա, այսինքն չպետք է անձը շարունակաբար վայելի այն ինչ ինքը արել է օրենքի խախտմամբ, մյուս կողմից որպեսզի այդ համաչափ լինի, այդ կայունությունը տնտեսության նաև չխաթարվի, որովհետև եթե բոլորի հետևից գնան ու ինչ որ այդ վերանայեն, հա, այդ բոլոր գույքերի ծագումը եւ այլն, ըստ էության բավականին լուրջ խնդիրներ կլինեն։ Դեռ ժամանակին կան ենթադրություններ, որ նախորդ տարիներին տարբեր չինովնիկների գրպանած միջոցների մի ահռելի հատված հոսել է արտերկիր, օֆշորային գոտիներ։ Կա հավանականություն, որ այդ հարստությունը հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան։ Իրենք կարող են ներկայացնել այդ հայցում թվարկեն ինչքան ուզում են գույք Սեշելներում, Պանամայում եւ այլն, բայց եթե ռեալ չես կարողանում հետագայում իքատարածես այդ վճիռը, կրկին թղթի վրա է այդ ամեն ինչը մնում։ Կառավարությունը հիմա նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով նախատեսվում է, որ եթե մարդը պետությանը վճարի 60%-ը այն արժեքի, որը գնահատվել է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա քաղաքացու եւ պետության միջև կկնքվի հաշտություն։ Սա ըստ մասնագետների գուցե որոշակիորեն մեղմի ներկա իրավական կոնֆլիկտները, որոնք տարիներով զբաղեցնում են պետության առանցայներ սահմանափակ ռեսուրսները։ Արմեն Աթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Ինչ կապ ունի նրա վարորդը այս BMW-ի ստացած վնասվածքների հետ։ Ամենաանմիջական կապ ունի ժողովուրդ ջան, որովհետև այս BMW-ն տրոլեյբուսի վարորդին վերաերթի ենթարկել։ Երկաթե նժույգը ընթացքի ժամանակ բռնկվել է ու պատկերացրեք, որ այդ պահին մեքենայում երկու մարդ է գտնվել։ Հեղու գազը էլի կարող է պայթի շարժվեք։ Կոտրել բնակչին պատկանող շինության պաշտպանիչ երկաթե ցանկապատը, հայտնվել շինության տարածքում։ Համաձայնեք, որ ամեն օր նման պատկեր չես տեսնի։ Տրամաբանական հարց կառաջանա մոտները, այս ինչա այրվում, որ այս կարգի ծուխա դուրս գալիս, անվադողեր են այրվում, հարգելի հեռուստադիտողներ ջան։ Օդը բնության հերը անիծում են, Opel-ի վարորդ, գնա աղոթի, որ հանկարծ BMW-ի վարորդին ու նրա երկու ուղևորներին բան չլինի ու պատրաստվի, որ Opel-ը ծախես, որ ծախսերը քաշես։ Այն մարդ, այն ինչից էր փախցնում, ինչ էր անում հովոյի վարորդը տենց էլ չհասկացա, ասել եմ ու կասեմ, որ այս զռլամաները քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Հերու տղային, հա, տղեն ամացել։ Սուրանկյունը եթերում է 2012 թվականից։ 14 տարիների ընթացքում մեր ավանդական 5-րդ էջում ներկայացրել ենք հարյուրավոր վթարներ, վրաերթեր ու ինքնավթարներ։ Կասեք, լավ եք արել, բայց ինչու եք ընկել հիշողությունների գիրկը։
Ընկել են, որպեսզի հերթական անգամ փաստեն, որ մեր հարյուրավոր զգուշացումներն ու հորդորները շատ վարորդների կողմից անտեսվում են, ինչը դառնում է ոչ միայն իրենց, այլև ուրիշների ծանր վնասվածքների կամ մահվան պատճառ։ Իհարկե պատրաստ ենք եւս մի քանի 100 անգամ հորդորել ու խնդրել, որովհետև եթե դրանց շնորհիվ անգամ մեկ մարդու կյանք փրկվի, արդեն հաջողություն է, բայց փաստը մնում է փաստ, որ անկարգապահ վարորդների շարքերը չեն նոսրանում։ 3 վիրավոր, մետաղը ջարդուն դարձած մեքենա, իրարանցում, այսօայն կողմ վազող մարդիկ, շտապօգնության բրիգադներ, ինքնավթարված մեքենան դաշտամիջյան հատվածից դուրս բերելուն պատրաստ վերամբարձ կռունկ։ Ճամբարակի Գետապնյա փողոցում կատարվածի համառոտ նկարագիրն է։ Շամշյանը պատմում է, որ երբ ստացել է ազանգը, թե BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու մի քանի պտույտ շրջվելով գլխի վայր հայտնվել դաշտում, կարծել է, թե կրկին գործ ունենք ինքնավթարների ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկի՝ արագության գերազանցման հետ։ Սակայն դեպքի վայրում պարզել է, որ իրականում պատճառը մեկ այլ կոպիտ խախտումն է՝ առանց տեսադաշտի առկայության գլխավոր ճանապարհ մուտք գործելը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ BMW-ն ոչ ցածր արագությամբ ընթանում է սահմանված երթևեկելի գոտիով, մեկ էլ որտեղից որտեղ առջևում հայտնվում է Opel Magnish-ի մեքենան։ Ինչ կարող է անել BMW-ի վարորդը։ Թերևս միայն աղոթել, որ ինքն ուղևորները ողջ մնան։ Բարեբախտաբար այս դեպքում աղոթքները տեղ էին հասել։ Հարգելի վարորդներ, վերջապես հասկացեք, որ 7 չափիր 1 կտրիր ասվածը ձեր իսկ անվտանգությունից է բխում։ Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել երթևեկության կանոններն ու հատկապես խաչմերուկներում կրկնապատկել զգոնությունը։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի դիմացից դարանակալած մահը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, ավելի շուտ հորոսկոպի այն նշանների տակ ծնվածներ, ում տարերքը կրակն է։ Այս տեսանյութը կարծես հատուկ ձեզ համար պատրաստված լինի ու գիտեք ինչու, որովհետև ներկայացվող 6 դեպքի ցալալ կեսը կրակին առնչվում։ Ավելի շուտ հրդեհներին, տոմեկ մեքենաներն են հրդեհվում, մեկ անտառացած տարածք ու բոլոր դեպքերում էլ կարելի է ասել, որ սուբյեկտիվ գործոնը առկա եղել։ Թե ինչի մասին է խոսքը, հեսա կիմանաք, բայց մինչ այդ էլի բոլորիդ պիտի կոչ անենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որ հետո ուշ չլինի։ Բայց տեսանյութը սկսենք մայրաքաղաքում տեղի ունեցած վրաերթի դեպքից։ Ադե ասել եմ ու կասեմ, այդ տրելեբուս քշելը հեշտ չի, կախված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներից։ Այսինքն, միայն վարորդական հմտություններ ունենալը բավարար չի, պիտի համբերություն էլ ունենաս, որպեսզի հոսանքի անջատումներին դիմանաս, նաև կասկադյորական տրուկներ պիտի սերտած լինես, որպեսզի երբ տրելեբուսի սնուցող էլեկտրական լարերը անջատվում են, գծից կարողանաս միացնել։ Չգիտեմ, թե թիվ 1 երթուղին սպասարկող տրելեբուսի վարորդը ունեցել է նման հմտություններ, թե ոչ, բայց որ բախտ չունի փաստ է։ Հիմա կասեք Շամշյան, հա, ճիշտ է, տեսանք, որ տրոլեբուս է կանգնած, բայց ինչ կապ ունի նրա վարորդը այս BMW-ի ստացած վնասվածքների հետ։ Ամենաանմիջական կապը ունի ժողովուրդ ջան, որովհետև այս BMW-ն է տրոլեբուսի վարորդին վրաերթի ենթարկել։ Ու դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը երթևեկության ընթացքում հանգուցից առանձնացել է եւ վարորդը իջել էր տրոլեբուսից, որպեսզի այն միացներ։ Ասում եմ, չէ, բախտի կատարյալ բացակայություն։ Բայց լավ, տրոլեբուսին վարորդին այդքան անբախտ չհամարենք։ Նկատի ունեմ փաստը, որ ճիշտ է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ժողովրդին հայտնի ձկան խանութի խաչմերուկում այս BMW-ն շատ լուրջ վնասվածքներ է ստացել, այսինքն տրոլեբուսի վարորդին բախումը բավականին ուժգին է եղել, բայց վերջինը ողջ է մնացել։ Ասեցին, որ վիճակը ծանր էր, բայց ֆատալնի չէր։ Ինչ ասեմ, առողջություն քեզ ընկեր ջան, ու տա Աստված, որ հետագայում մասնագիտական այդ դժվար պարտականությունների իրացման ժամանակ փորձանքից հեռու մնաս։ Ժողովուրդ, հեղուկ գազը էլի կարող է պայթի շարժվեք, առաջի օգնությունը ցույց ենք տվել, մի կանգնեք, նորմալ է, սա շարժվեք։ Լավ, անցանք քիչ առաջ ասածս կրակի բաժին։
Համաձայն եմ, սարսափելի է։ Աչքիդ առաջ մեքենատ վերածվում է մետաղե ջարդոնի։ Չնայած վարորդը տեղ պիտի լիներ, որ ափսոսանք ապրեր։ Կարծնեք, բա ուր էր, կպատասխանեմ քիչ անց։ Նախ ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել մեր բոլորի կողմից սիրված Երևան-Սևան ճանապարհին, հայտնի Արծվի արձանի մոտ, Արագաչափի հարևանությամբ։ Ժամը 21:30-ի սահմաններում նախկին կյանքում Mercedes կոչված այս երկաթե նժույգը ընթացքի ժամանակ բռնկվել է ու պատկերացրեք, որ այդ պահին մեքենայում երկու մարդ է գտնվել։ Ապեր էկիպաժը ուր է, թող այնտեղ դիմացի մայթը կարգավորի։ Բայց հարցերի հարցը մնում է, այդ ինչպես է, որ մեքենայում կրակ է բռնկվել, չէ որ նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր մեքենայում էլ կարա ընթացքի ժամանակ հրդեհ կարա լինի։ Այս կյանքում ոչինչ բացառել պետք չի, բայց այս դեպքում խնդիրն այլ էր։ Բանն այն է, որ կրակի բռնկումից րոպեներ առաջ մեքենան գազալցականում լիցքավորել են եւ բավարար է եղել ընդամենը 1 կիլոմետր անցնել, որպեսզի լիցքավորման հետևանքները զգացնել տային։ Ու թեև հրշեջները արագ հասել են, բայց մեքենան մոխրագույտի վերածվելուց չեն փրկել։ Գիտեք ինչեր այսքան բարեկ հավաքվել, դե որովհետև մեր կողքին խելքից դուրս հետաքրքրասերներ են ապրում, որոնք հետաքրքրության բնազդը բավարարելու համար կարող են մոտենալ այրվող մեքենային, առանց մտածելու հետևանքների մասին։ Նմանների վրա չեմ դադարում զարմանալ, իսկ ինչ վերաբերում է մեքենայում գտնված 35-ամյա Սերժիկին ու 38-ամյա Ծովակին, ապա տեղեկացա, որ նրանց տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են, մեկը այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսին մասնագիտացված մեկ այլ հիվանդանոց։ Լավանալուց հետո մյուս մեքենան, որ առնեք, գազաբալոնին ուշադրություն կդարձնեք։ Գազալցակայանի աշխատակիցներին էլ կասեք չափից ավելի չլցնեն։ Մեկը Տեսլայա, մեկը BMW։ Համաձայն եմ, լրիվ դեժավյու է, բայց իրականում շատ տարբերություններ կային։ Սկսած մեքենայի գույնից, վերջացրած կատարվածի հանգամանքներով։ Եվ ուրեմն գիշերը 2:30-ի սահմաններում Մայրաքաղաքի Միասնիկյան պողոտայում ջրաշխարհի հարևանությամբ բախվում են 23-ամյա Ռոբերտի BMW-ն եւ 24-ամյա Նորայրի Տեսլան։ Բախման հետևանքով, ինչպես տեսնում եք, BMW-ում հրդեհ է բռնկվում։ Անկեղծ ասած, այդ հանգամանքը ինձ զարմացրեց, որովհետեւ երբ ազանգողը նշում էր BMW-ի այրվելու մասին, ստիպված եղա երկրորդ անգամ հարցնել, բայց հաստատ BMW-ա, թե Տեսլան է։ Ինչու էի մտածում Տեսլայի մասով, որովհետև այդ մեքենան էլեկտրական է ու հրդեհի աղբյուր է։ 3 վիրավոր, հա։ Հասնելով դեպքի վայր, մեկ անգամ եւս զարմացա, որ հրդեհը ոչ թե Տեսլայում, այլ BMW-ում է եղել, բայց սա զարմանքիս միակ պատճառը չէր։ Հենա, տեսնում եք, թե ինչպես են բախման հետևանքով երկու մեքենաները դուրս եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչին պատկանող շինության պաշտպանիչ երկաթե ցանկապատը, հայտնվել շինության տարածքում։ Համաձայնեք, որ ամեն օր նման պատկեր չես տեսնի։ Միակ սփոփիչ հանգամանքն է, որ վթարի հետևանքով զոհ չկար։ 3 հոգու տեղափոխել են հիվանդանոցներ։ Այնքան տարվա այս վթարի հետևանքների պատկերով, որ դաժե մոռացա կատարվածի պատճառների մասին բարեկների մասնագիտական կարծիքը հարցնեմ։ Էս էլ հրդեհի երրորդ դեպքը, բայց ոչ թե մեքենա է այրվում, այլ կիսա անտառածածկ տարածք, ավելի ճիշտ դաշտամիջյան հատված, ընդ որում աշտարակ Էջմիածին ավտոճանապարհի Օշական բնակավայրի վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում ծագած կրակի լեզուները այնքան երկար էին, իսկ ծուխը այնքան առատ, որ տեսանելի էր թե Եղվարդ քաղաքից, թե աշտարակից։ Փաստորեն, եթե Օշականը մոտս ասոցացվում էր Մեսրոպ Մաշտոցի հետ, հիմա նաև այս կրակի, որի պատճառը մարդն էր։ Եղվարդից անգամ երևում էր այս ծուխը։
Տրամաբանական հարց կառաջանա մոտներդ, էս ինչա այրվում, որ էս կարգի ծուխա դուրս գալիս, անվադողեր են այրվում, հարգելի հեռուստադիտողներ ջան։ Նկարահանում է ու հիշում է, թե ինչպես էր իր պաշտոնավարման առաջին տարիներին Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարական իջեցնում, որ կենցաղային աղբը տարածողների դեմ պայքար տանեն, չթողնեն երկաթե անպիտան մեքենան կամ անվադողեր որտեղ պատայի։ Հեսա տեսնում եք, թե ինչպես են պայքարում։ Օդը բնության հերը անիծում են։ Ամբողջ տարածքը լցված է շինարարական ու կենցաղային աղբով։ Մի խոսքով շրջակա միջավայրի հերը անիծվեց։ Զուգահեռ նաև տեսա, թե մի փոքր հատվածում ինչ քանակությամբ շինարարական ու կենցաղային աղբ կա։ Պատկան կառույցները իրոք այս հարցով պիտի զբաղվեն, համ գտնեն կրակի կազմակերպիչներին, համ էլ քաղաքակիրթ ձևով վերացնեն այս աղբը։ Իսկ հիմա տեղափոխվեն Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ քաղաք։ Այն մարդ մի անգամ չեղավ, որ այս քանչելի քաղաք ուտել խմելու համար հասնեմ։ Անընդհատ մի դժբախտ դեպք։ Դո մեկ շենքա պայթում, մեկ ավտովթարի հետևանքով երիտասարդներ են զոհվում, մեկ գողության դեպք արձանագրվում։ Հարգելի ճամբարակցիներ, մի օր էլ կանչեք պատիվ տվեք էլի, ձեզից ինչ ա գնում։ Մանավանդ, որ Ճամբարակը դեռ սովետական տարիներին էր հայտնի իր մալականի թթույով։ Ավտո չի մնացես թե։ Ճամբարակի Գետապնյա փողոցում ենք, որտեղ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, ինչպես տեսնում եք, BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։ Ուսումնասիրում էի տեղանքը ու մտովի պատկերացնում կատարվածի պատճառը։ Անկեղծ լինեմ, մտածում էի, թե վարորդը մեծ արագություն ա ունեցել, չի կարողացել այս կիսավոլորանային հատվածում գոհաշրջվել ու կլխկոնձյա տվել, սակայն զրուցելով հավաքվածներից ոմանց եւ պարեկների հետ հասկացա, որ իրողությունը լրիվ այլ է։ Այս օպելը հայտնաբերեցիք էլի, որը որ վթարային իրավիճակ է էլի ստեղծել։ Այն արանքից դուրս է եկել, BMW-ն էլ չի նկատե։ Հա, ժողովուրդ ջան, այս օպելի վարորդն է BMW-ի համար վթարային իրավիճակ ստեղծել։ Հենա լսեցիք, Պարեկը ասեց, որ օպելի վարորդը այննեղ արանքից առանց համապատասխան տեսադաշտի դուրս է եկել, BMW-ն էլ փորձել է խուսանավել բախումից եւ հայտնվել է այսենց անհարմար վիճակում։ Նենց որ օպելի վարորդ գնա աղոթի, որ հանկարծ BMW-ի վարորդին ու նրա երկու ուղևորներին բան չլինի ու պատրաստվի, որ օպելը ծախես, որ ծախսերը քաշես։ Իսկ եթե լսեր մեր հորդորներին, որ առանց համապատասխան տեսադաշտի մանևր չկատարեք, հիմա նման փաստի առաջ չէիր կանգնի։ Արի դեպի ջան։ Եվ վերջում Երևան Երասկ Մեղրի ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Երասի Կալցևոյում արագաչափի հարևանությամբ առավոտյան 8:40-ի սահմաններում կատարվածի մասին։ Ճանապարհի մի իսկական հատվածը փակած զռլաման Հովո Մակնիշիա, որը նկարահանումներիցս 1 ժամ առաջ մինչև այսօրը ընկնելը հասցրել է բախվել Նիսանին, 2 Մերսեդեսներին, Նիվային եւ Մերսեդես Մակնիշի ավտոքարշակին։ Իսկ թե ոնց է եղել դեպքը, կարող եք սեփական աչքերով տեսնել։ Հարևանությամբ տեղադրված տեսախցիկները արձանագրել են վթարի պահը։ Այն մարդ, այն ինչից էր փախցնում, ինչ էր անում Հովոյի վարորդը տենց էլ չհասկացա, ասել եմ ու կասեմ, որ այս զռլամաները քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի, բայց փաստն է, որ Հովոյից տուժած բոլոր մեքենաները կայանված են եղել։ Այդ հանգամանքն էլ աֆիսոժը հուշում, որ մարդ պիտի բախտ ունենա։ Տանում ես մեքենատ հանգիստ կայանում ես թույլատրելի հատվածում, մեկ էլ հայտնվում է, լավ, մի խոսքով, ցավոք բախտի բացակայությունը այս վթարի միակ տխրեցնող հանգամանքը չէ։ Միզո մի վիրավոր էլի։ Հերու տղային, հա։ Տղեն է մահացել։ Քոնի
Դեպքի վայրում ասացին, որ արագ հասած շտաբօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխեցին Արարատի հիվանդանոց։ Հարցրի ոնց էր վիճակները, ասացին, որ վիրավորներից մեկի գիտակցությունը կորցրած էր։ Ցավոք, այն չվերականգնվեց։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ նա գիտակցության չգալով մահացավ։ Հետո պիտի պարզեի, որ մահացածը տղան էր, վիրավորը հայրը։ Ցավակցելով մահացածի հարազատներին եւս մեկ անգամ այս կարգի բեռնատար քշելու ցանկություն ունեցողներին հորդորում եմ 7-ը չափել, նոր մեկը կտրել։ Արագաչափը թեքվել է, այսինքն վայքումով խախտում անից կնկարվի։ Այս ճանշինը պետք է գա, ճանշինը գա որ մաքրի։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք ապրիլի 12-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։